Ռոբերտ Անանյան, նախ ես ինչ ասում եմ, իմ անունից եմ ասում, հանկարծ չկապես Հանրապետականի հետ, առավել եւս Սերժ Սարգսյանի հետ։ Իմ անունից եմ ասում, իմ կարծիքն եմ ասում։ Երեք նայում էի Աշոտյանի հետի քո հարցազրույցը ու առհասարակ հիմնականում քեզ շատ եմ նայում, որտեվ խելացի լրագրող ես, բայց հասարակ մի հատ բան, հարցը տալիս ես, թող մարդիկ պատասխանեն։ Դու հարցը վրա տալիս ես, չես թողում որ մարդիկ պատասխանեն քո հարցին։ Երեք հարցեր էր տալի հիմար հարցեր։ Ու ասենք չէիր թողում Աշոտյանը մի հատ ջաղջաղ, սպասում եմ որ դու Աշոտյանը մի հատ ջաղջաղի քեզ։ Չես թողում, վրա հաջորդ հարցն ես տալի, հաջորդ հարցն ես տալի։ Եթե դու մենակ հարց տաս, դու քեզ այդ հարցերը տվել մարդ ես հրավիրում։ Հարցը տալիս ես, թող մարդիկ պատասխանեն։ Հիմա որ այդքան ասում ես ընտրակեղծիկ, ընտրակաշարք նախկինների օրոք։ Խի դու նախկինների օրոք այսքանից հետո, նախկինների օրոք այդ ընտրակաշարքն ու ընտրակեղծիկն ես հիշում։ Դու պետք է հիշես նախկինների անվտանգությունը, նախկիների հաղթանակը, նախկիների Արցախը, այդ դա պետք է հիշես։ Այսքանից հետո հələ դու ընտրակեղծիկ ես հիշում։ Եթե այդ ընտրակեղծիկները 95 թվականից 95-96 թվականներից սկսած ընտրակեղծիկները չլինեին, Նիկոլ Փաշինյանը շուտ էր գալու, 95 թվից էր գալու իշխանության։ Ու այս վիճակը 90-ականներին էր լինելու։ Բայց ընտրակեղծիկների ու ընտրակաշարքների միջոցով որ պետություն են պահել, ճիշտ իշխանություն է ձևավորվել։ Մեր ժողովուրդը ցավոք սրտի 92 թվականից սկսած ապացուցեց, որ իր համար սովետական կալբասը ավելի կարևոր էր, քան անկախ Հայաստանը, քան ազատագրված Արցախը, քան վերականգնված արժանապատվությունը, քան լուծված Վրեժը։ Այդ դա էր ապացուցում 92 թվականից սկսած մեր ժողովուրդը, որ հելնում էր միտինգներ էր անում հաղթող, անկախություն պարգևող, Արցախն ազատագրող ՀՀՇ-ի դեմ։ Կամ որ ասես ընտրակաշարքները։ Այդ ընտրակաշարքը հենց ժողովրդավարության դրսևորում էր։ Ով էր ուզում այդ ընտրակաշարքը, ժողովուրդն էր ուզում։ Ժողովուրդը այդ ընտրակաշարքի հիմքը դրել է ժողովուրդը։ Ինքն ասել փող տվեք գնամ ընտրության։ Այսինքն կարող է մեկին զորել են փող ընտրի, ասեն գնա ընտրության։ Մարդիկ են ասում ով մեզ շատ փող տա նրան էլ ընտրելու ենք։ Փող չտակ չեն գալու ընտրության։ Շատերն էլ փողը վեկալ մին էտին ուրիշներին էին ընտրում։ Այդ տենց է եղել։ Ընտրակաշարք այդ քո ասած ժողովրդավարության դրսևորում էր։ Գայշնիկը որ կանգնացնում էր մարդուն, այդ մարդը մի հատ էլ գայշնիկի էլած շելածը լպստում էր, որ փողը տար ակտ չգրեր, որ այդ գայշնիկն էլ կոմունիստ էր ելնում ու ակտը գրում էր։ Ամենավերջի քֆուրը տալիս էր հայ մեր գայշնիկին, համեր իշխանություններին, այդ շոֆերը։ Այս է եղել։ Վարկան մեկ ընտրակաշարք, ընտրակեղծիկ։ Որն էր ավելի լավ, այդ ընտրակեղծիկ, հա։ Բայց ազատագրված Արցախը, բայց հզոր Հայաստանը, անվտանգ Հայաստանը, թե հիմա, թեպետ հիմա ավելի շատ կա։ Ընտրակեղծիկներն էլ հիմա կան, ընտրակաշարքներն էլ հիմա կան։